Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում զարգացումներն օրեցօր ավելի թեժ ու անկանխատեսելի են դառնում։ Հեռուստադիտողները կարծես ամեն ինչ գիտեն, բայց իրականում յուրաքանչյուր նոր դրվագ բացում է նոր գաղտնիք ու բերում նոր հարցեր։ Հենրին ու Բեթին բազմաթիվ փորձություններից հետո վերջապես որոշում են երեխա որդեգրել։ Սա ոչ միայն Բետիի ճակատագրի պատճառով է, ով ավտովթարից հետո այլևս չի կարող երեխաներ ունենալ, այլ նաև այն պատճառով, որ Հենրին կարծում է երեխայի ներկայությունը նոր ուժ ու համերաշխություն կբերի իրենց ընտանիք։ Նրանք գնում են մանկատուն, դռնից ներս մտնելուն պես մի փոքրիկ տղա ժպտալով վազում է նրանց դիմաց։ Այդ պահը կարծես ճակատագրական լինի։ Հենրին ու Բետին բառացիորեն զգում են, որ այս երեխայի հետ նրանց կյանքը նոր իմաստ է ստանալու, հավանաբար հենց նրան էլ կընտրեն ու տուն կտանեն։ Սակայն այստեղ մեծ հարց է առաջանում. արդյոք այս երեխայի գալուստն իսկապես սեր ու ներդաշնակություն կավելացնի ընտանիքում։ Հնարավոր է ոչ։ Բետիի ու Հենրիի միջև արդեն գոյություն ունեցող խնդիրները չեն վերանալու միայն երեխայի ներկայությամբ։ Բացի այդ, Բետին այս որոշումը կարող է ընկալել որպես պարտադրանք կամ որպես Հենրիի փորձ իր մեղքի զգացումը մեղմելու, և այս ամենը կարող է նույնիսկ ավելի լարել նրանց հարաբերությունները։ Բայց մի բան հաստատ է, որ այս երեխան դառնալու է Հենրիի փրկությունը, հատկապես Արսենի ազդեցությունից։ Արսենը, Հենրիի քեռին, երկար ժամանակ է նրա կյանքի վրա մեծ ազդեցություն ունի։ Արսենը սպանել է քրոջը, որպեսզի կարողանա Հենրիին իր կողմը գրավել ու տիրանալ նրանց ողջ ունեցվածքին։ Նշենք, որ Արսենի օգնությամբ, չակերտների մեջ ասված, Հենրին արդեն վատ ազդեցության տակ է, ու եթե Աննային ու Միքայելին չհաջողվի նրան հետ պահել, ապա Հենրին կործանում է իր կյանքը։ Բայց հավանաբար, երբ Հենրին որդեգրում է երեխա, նրա կյանքում ի հայտ կգա մի նոր պատասխանատվություն, և հենց այդ պատասխանատվությունն է, որ թույլ չի տալու Արսենին վերջնականապես տիրել նրա կյանքին։ Հենրին առաջին անգամ զգալու է որպես հայր, և հայրական այդ զգացմունքը նրան առավել ուժեղ է դարձնելու։ Միևնույն ժամանակ շախոնցների ընտանիքում լարվածությունը չի պակասում։ Հենդոն հասել է կատաղության, նա հասկանում է, որ Միքայելն այլևս իր թելադրանքով չի ապրում։ Եթե նախկինում Միքայելը պատրաստ էր ամեն ինչ անել նրա համար, իրավիճակն այլ է այժմ։ Միքայելը փորձում է դուրս գալ նրա ազդեցությունից և ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նա հասկանում է, որ Հենդոյի պատճառով է, որ իր երեխաներն այժմ երջանիկ չեն, քանի որ Հենդոն նրանց մշտապես ստիպել է, որպեսզի իր ասածներն անեն։ Սա իհարկե Հենդոյի համար անընդունելի է, նրա զայրույթը հասնում է այն աստիճանի, որ նա պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, միայն թե վերահսկողությունը չկորցնի։ Մյուս կողմից էլ ավագը Միքայելի մոտ է գալիս, որպեսզի վերջնական ճշմարտությունը պարզի։ Նրա հետաքրքրությունը կենտրոնացած է Անգելինայի վրա, ով է իրականում նրա կենսաբանական մայրը, և ինչու է Միքայելն այսքան ժամանակ թաքցրել այդ գաղտնիքը։ Ավագի հարցերը պարզ են, բայց պատասխանները չափազանց բարդ։ Բոլորը լավ հասկանում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, շատ լավ իմանալով, որ եթե Անգելինան Միքայելի երեխան չէ, ապա Միքայելը որտեղից է գտել այդ երեխային և ինչու է հանձնել ուրիշների խնամակալությանը։ Ինչու ոչ ոքի մտքով չի անցնում Անգելինայի ծննդյան ամիս-ամսաթիվը համեմատել Աննայի կորցրած երեխայի ամիս-ամսաթվի հետ, չէ՞ որ առաջին հենց կասկածները պետք է թեքվեին Աննայի երեխայի ուղղությամբ։ Անգելինայի ճակատագիրը կապված է մի գաղտնիքի հետ, որը կարող է պայթեցնել շախոնցների ընտանիքը։ Ինչպես Հենրին է ասում, շախոնցների ընտանիքում քարը քարի վրա չի մնա։ Եվ հենց այդ պահին էլ սերիալի սյուժեն հասնելու է իր գագաթնակետին։ Մի կողմից Հենրին փորձում է նոր կյանք սկսել որդեգրած երեխայի հետ, մյուս կողմից Բետին դեռ կասկածի, կիսատ-պռատ հույզերի մեջ է։ Արսենը փորձում է կործանել Հենրիին, Հենդոն լցված է կատաղությամբ, իսկ Միքայելը շարունակում է պահել այն գաղտնիքը, որ բոլորի կյանքը գլխի վայր կշրջի։ Հիմա էլ Հենրիին ասելով ճշմարտությունը նրան գցել է մտքերի մեջ։ Հենրին իրեն մեղավոր է զգում ու նույնիսկ չի կարողանում նայել Աննայի աչքերի մեջ, քանի որ շատ լավ հասկանում է, որ այն կնոջից, ով իրեն հարազատ որդու նման է պահել, մեծացրել, գաղտնիքներ ունի։
Հեռուստադիտողները սպասում են, թե ինչպես է այս նոր երեխան փոխելու ոչ միայն Հենրիի, այլև ամբողջ շախունցների ընտանիքի ճակատագիրը։ Չէ՞ որ Դիանա Գրիգորյանի սերիալներում ոչինչ պատահական չի լինում, հնարավոր է, որ այդ երեխայի պատմությունը ևս կապված է Անգելինայի անցյալի, նրա ծնողների կամ հենց Հենրիի անցյալի ու Միքայելի անցյալի հետ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա դրվագները լինելու են առավել քան լարված ու անակնկալներով լի, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիր ու դիտարժան սերիալները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Նշիր նաև, թե Վերջին զանգը հեռուստասերիալում որ դերասանին ու կերպարին ես ամենաշատը հավանում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիր ավելին իմանալ։